Ղուզանյանն եմ, Հայկական համալսարանի 4-րդ հոսքի շրջանավարտ։ Պարոն նախագահ, երևի իմ հարցը մինչ այս պահը հնչած հարցերից ամենաապաքաղաքական հարցն է։ Ես կուզենայի, որ դուք այսպես բնութագրեիք, թե ինչպիսին պետք է լինի երկրի առաջնորդը, ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի, եւ մասնավորեցնեիք հատկապես Հայաստանի առաջնորդը, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, պատմական անցյալը եւ հատկապես քաղաքական ներկայիս իրադրությունը։ Շատ շնորհակալ եմ։ Եթե չեմ սխալվում, մի 2 կամ 2.5 տասնամյակ առաջ լրագրողներից մեկը ինձ հարցրեց, ասեց մարդկային հատկանիշներից որն եք համարում ամենաանտանելին։ Ես ասեցի տգիտությունը, չարությունն ու նախանձը։ Ամենայն դեպս ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած ղեկավար կարծում եմ զերծ պետք է լինի մարդկային այդ որակներից։ Մեկ ուրիշ այդպես օրինակ էլ բերեմ, մի 4-5 տասնամյակ առաջ ընտրություններից հետո Միացյալ Նահանգների նախագահին լրագրողներից մեկը հարցրեց, ասես պարոն նախագահ, արդյոք դուք Միացյալ Նահանգների ամենախելացի մարդն եք, որ ընտրվել եք նախագահ։ Մարդը մտածեց եւ ասեց. Չէ, ես Միացյալ Նահանգների ամենախելացին չեմ, բայց ես այնքան խելք ունեմ, որ կարող եմ իմ շուրջ համախմբել խելացի մարդկանց։ Ոչ միայն Հայաստանի, ցանկացած ղեկավար պետք է կարողանա իրոք կոմպետենտ թիմ ձևավորել։ Ոչ թե այդ թիմի անդամները պետք է գան եւ այնտեղ քաղաքականություն սովորեն, այնտեղ պատմություն սովորեն, այնտեղ վարվելակերպ սովորեն, որովհետեւ կորուստները, որ այդպիսի պարագայում ունենում են հատկապես երկրների ղեկավարները, դա ուղղակի չվերականգնվող կորուստներ են։ Մեր երկրի օրինակ։ Եվ ոչ միայն մեր երկրի օրինակ։ Կարծում եմ բոլորիս համար էլ պարզ է, որ ամենայն դեպս ղեկավարը պիտի առաջին հերթին պետք է մտածի երկրի անվտանգության մասին։ Առաջին հերթին, որովհետև պետության առաջին ֆունկցիան քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Եթե քաղաքացին անվտանգ չէ, ապա նրա բարեկեցությունը ում է պետք։ Չի կարող այդպիսի բարեկեցություն լինել։ Իսկ անվտանգության նորից եմ ասում, առաջին բաղադրիչը դա երկրում թշնամական մթնոլորտի բացակայություն։ Կամ չասեմ բացակայություն, ու գոնե մեղմումը, նվազագույնին հասցնելը։ Դեք, երբ որ փորձում են հասարակության տարբեր հատվածների բախման տանել, դրա վերջը շատ վատ։ Կներեք, շատ վատ հոտ է գալիս այդպիսի բաներից։ Եվ մենք այդ հոտից է, որ մենք շատ վատ ենք զգում, չի կարելի այդպես վարվել։ Ախր ինչպես կարելի է այդպես, այդ նույն բանն է, որ ընտանիքի ծնողը փորձի իր զավակներին իրար հակադրել, որպեսզի ինքը կարողանա, չգիտեմ, ավելի կարևոր մարդ լինել, կառավարել եւ այլն, դա անթույլատրելի է։ Էլ չեմ ասում, որ ղեկավարը այդ ոլորտից պետք է հասկանա էլի։ Ուղղակի չի կարող։ Ընդհանուր պատկերացումները քիչ են։ Ես մի առիթով իմ կողմից արգված մարդկանց մեկին ասել եմ, որտեղ ինքը մեր խոսակցության ժամանակ փորձում էր վկա բերել մի իրավաբանի, ում նեղ մասնագիտացումը սահմանադրական իրավունքը չէր։ Իրավաբան, հարգված իրավաբան, լավ իրավաբան, ես այդ մարդուն ասեցի, գիտեք, կարծում եմ, որ ձեր ասածը նմանա այն հիվանդի վարմունքին, ով որ վիրահատություն ունի անելու, բայց գնացել է թերապևտի մոտ։ Թերապևտը բժիշկ է, ասածս ինչ է, որ երկրի ղեկավարը, որ այն ոլորտից, որտեղ խորը գիտելիքներ չունի,
ինքը կոպիտ կոշտ միջամտություններ չպետք է անի։ Այդպիսի որակ պետք է ունենաս, ոչ թե ամեն անգամ ասես ես, լավ հասկացանք ամբողջը դու ես, դու համ ֆինանսիստ ես, համ գերագույն գլխավոր հրամանատար ես և չգիտեմ ինչ ես, ամեն ինչ ես, այդպես չի լինում։ Այս երկրի ղեկավարներից որևէ մեկը տենց ասել, որ ես ամեն ինչի դիտակն ու մասնագետն եմ, չէ, և ընդհանրապես, որևէ երկրի ղեկավար իրան այդպես չի պահում։ Կներեք, որ շատ երկարացրեց, նորմալ մարդ պետք է ցանկացած ղեկավար, պես է կարևորը։